Այն մարդիկ, ովքեր շնորհակալական խոսքեր են կրում կապված նրա հետ, որ արդեն իսկ գումար են վաստակում մեր շնորհիվ, ես ձեզանից նույնպես շնորհակալ եմ, քանի որ դուք պահպանում եք ակտիվություն եւ դուք շնորհակալ մարդ եք, այսինքն արժանի եք։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Այսօր մենք կուսումնասիրենք իմ ստրատեգիան, որի օգնությամբ ես կարողանում եմ աշխատել գումար, բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ պրակտիկ գործարքները։ Այստեղ ես ընդամենը 2 րոպեում կարողանում եմ աշխատել 56,000 դրամ, եւ եթե դուք հետևեք մեր ալիքին, դուք նույնպես կսկսեք արդեն իսկ գումար վաստակել trading-ում։ Մինչ անցնելը իմ ստրատեգիային, այն բոլոր մարդիկ, ովքեր առաջին անգամ են միացրել այս վիդեո դասը, եւ եթե դուք ընդհանրապես չգիտեք թե ինչ է իրենից ներկայացնում trading-ը, ապա ուղղակի գտեք մեր ալիքում այն վիդեո դասերը, որտեղ ես լրիվ զրոյից բացատրում եմ trading-ը։ Եվ այդ վիդեո դասերը նայելուց հետո կրկին տեղափոխվեք այս վիդեո դասը, որպեսզի դուք հասկանաք իմ ստրատեգիան։ Տեղափոխվելով TradingView կայք, ես ուզում եմ ձեզ ցուցադրել իմ ստրատեգիան։ Ովքեր որ չգիտեն, TradingView կայքը այն կայքն է, որի օգնությամբ բոլոր թրեյդերները կատարում են վերլուծություն եւ ապա դրանից հետո տեղափոխվելով իրենց trading-ի կայքը կատարում են trading։ Եթե դուք չեք վստահում Pocket Option կայքին, ապա կատարեք trading ուրիշ կայքերով, քանի որ ես սովորեցնում եմ ձեզ ընդհանուր trading TradingView կայքով, դուք կարող եք կատարել նաև trading ուրիշ կայքերով, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կայքերը ինչպիսի կայքեր են, իրական են, թե fake-եր են։ Ես վստահում եմ Pocket Option կայքին եւ ես 2.5 տարի է արդեն իսկ զբաղվում եմ trading-ով Pocket Option կայքի միջոցով եւ ոչ մի խնդիր չի եղել այսքան ժամանակ։ Այդ իսկ պատճառով ես ձեզ խորհուրդ եմ տալիս Pocket Option կայքը, բայց որոշումը ձերն է։ Հիմա TradingView կայքով ես կնկարեմ ձեզ սիտուացիա, որը որ համապատասխանում է իմ ստրատեգիային։ Ովքեր որ հարցնում են TradingView կայքի հետ կապված, ասեն, որ TradingView կայքը լրիվ անվճար կայք է։ Դուք կարող եք նույնպես գրանցվել այս կայքում եւ արդեն իսկ կատարել վերլուծություն։ Դուք կարող եք առանց գրանցվելու կատարել վերլուծություն, ուղղակի այս արժույթների դասավորվածությունը ձեզ մոտ չի պահպանվի, եթե դուք չլինեք գրանցված։ Եթե ձեր մոտ առաջանան խնդիրներ կապված Pocket Option կամ TradingView կայքի հետ, ապա գրեք մեր մոդերատորներին, մեր մոդերատորների account-ը արդեն իսկ ամրացված է մեր բաց Telegram-յան ալիքում։ Հիմա ես ձեզ ուզում եմ նկարել սիտուացիա, որտեղ որ ես կկատարեի trade։ Պատկերացնենք, որ մեր մոտ իջնող trend է։ Մեր իջնող trend-ը մի քիչ բարձրանում է վերև։ Բարձրանալով վերև պատկերացնենք, որ հասել է հատվածի։ Ինչու եմ ես այս մեծ սլակը նկարել կարմիր գույնով, իսկ այս փոքրը կանաչ, քանի որ եթե իջնող trend է, ապա մեծամասնությունը մեր մոմերի կլինեն կարմիր գույնի, իսկ եթե մեր իջնող trend-ից հետո մի քիչ տեղի է ունեցել բարձրացում, մինչև մեր այս դիմադրության հատվածը, ապա հիմնականում կլինեն կանաչ մոմեր։ Այդ իսկ պատճառով ես նկարել եմ կարմիր եւ կանաչ գույներով։ Պատկերացնենք, որ հասնելով մեր հատվածին մեր մոտ փոքր մոմ է իր մեծ ստվերով, իսկ ներքևում մեր ծավալները փոքրանում են։ Եվ եկեք հիշենք մեր դասերը։ Մենք արդեն իսկ սովորել ենք, որ փոքր մոմը, որը որ հասնում է մեր դիմադրության հատված, դա թուլության նշան է։ Եվ տեսնելով ծավալները, որոնք որ փոքրանում են, դա նույնպես մեզ ասում է, որ մեր այս կանաչ մոմերը թույլ են։ Եվ հիշելով, որ մեր մոտ ընդհանուր առմամբ սա իջնող trend է, այսինքն մեր մոտ դեպի ներքև է ուղղված, մենք կեզրակացնենք, որ այս պարագայում ավելի շատ հավանական է, որ մեր մոտ տեղի կունենա trend-ի շարունակություն, այսինքն քիչնի ներքև։ Եվ եթե ես ուզենայի կատարեի trade, ապա այս հատվածից ես կկատարեի վաճառք։ Իսկ որ դեպքում խորհուրդ չի տրվում կատարել այս սիտուացիայում վաճառք։ Եկեք դիտարկենք նաև հակառակ սիտուացիան։ Երբ որ հասնելով հատվածին, մեր մոտ մեծ մոմ է, փոքրիկ ստվերներով կամ կարող է ընդհանրապես ստվեր չլինել։
Իսկ ներքևում մեր ծավալները գնալով ավելի են մեծանում։ Այստեղ մենք կարող էինք կատարել գնում, այսինքն մենք կարող էինք եզրակացնել, որ մեր մոտ կբարձրանա վերև, բայց քանի որ մեր մոտ ընդհանուր առմամբ իջնող թրենդ է, մենք չենք ռիսկի դիմի, քանի որ մեր մոտ թրենդը ուղղված է դեպի ներքև։ Մեզ պետք է, որ մենք ունենանք մեծ հավանականություն գործարք մտնելուց առաջ։ Այստեղ իհարկե մենք կարող ենք եզրակացնել, որ ավելի շատ հավանական է, որ կբարձրանան վերև, բայց եթե մենք դիտարկենք տոկոսայնության տեսանկյունից, այս երկու փաստը քիչ է, որպեսզի մենք կատարենք գնում։ Մեզ պետք է, որ նաև թրենդը լինի մեր կողմից։ Եկեք ես ձեզ հակառակ սիտուացիան նկարեմ, որպեսզի հասկանաք, որ նույնը կարելի է իրականացնել, երբ որ մեր թրենդը բարձրացող է։ Այս պարագայում էլի հասնելով մեր մոտ հատվածին, մենք նայելով մեր մոմերին եւ նայելով ներքևում գտնվող ծավալներին, մենք պետք է եզրակացնենք, թե դեպի վերև կգնա, թե կիջնի դեպի ներքև։ Եվ մեզ պետք է, որ մեր փաստերը մեզ հուշեն, որ պետք է բարձրանա նորից վերև։ Եթե մեր փաստերը մեզ հուշեն, որ ավելի շատ հավանական է, որ մեր մոտ կիջնի ներքև, մենք ռիսկի չենք դիմի, քանի որ թրենդը մեր կողմից չի եւ թրենդը ուղղված է դեպի վերև։ Շատ կարևոր փաստ։ Թրեյդինգը չունի ոչ մի 100% կանոն։ Եթե թրեյդինգում լիներ 100% կանոն, ապա բոլորը կլինեին միլիոնատերեր։ Մենք ունենք կանոններ, որոնք որ պահպանելով մենք ավելի ենք շատացնում մեր հաղթանակի տոկոսը։ Այդ իսկ պատճառով այստեղ չկա 100% կանոն եւ մենք պետք է պահպանենք մեր կարգապահությունը, քանի որ մինուսներ լինելու են եւ մենք պետք է պատրաստ լինենք նաեւ մինուսին։ Ես շատ կուզենայի ձեզ ցուցադրել պրակտիկ գործարք, բայց քանի որ այսօր իմ մոտ կիրակի է եւ մեր գրաֆիկը կանգ է առած, ես չեմ կարող ձեզ ցուցադրել, բայց հետագայում մենք կունենանք շատ պրակտիկ գործարքներ, որտեղ որ ես ձեզ մանրակրկիտ կբացատրեմ, ինչու ես կատարեցի գործարք։ Ովքեր չգիտեն, մենք ունենք բաց տելեգրամյան ալիք, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված մեր վիդեոների հետ, կապված իմ փակված գործարքների հետ եւ կապված ընդհանուր թրեյդինգի հետ։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել թրեյդինգից եւ մեր ալիքից, ապա բաժանորդագրվեք։ Ամսի 31-ին մենք ունենալու ենք փակ տելեգրամյան ալիք, որը որ չի լինելու վճարովի, այլ լինելու է այն մարդկանց համար, ովքեր որ մեր հղումով կգրանցվեն Pocket Option կայք։ Շատերը հարցնում են, ինչ անենք, եթե մենք արդեն իսկ ունենք account Pocket Option-ում, բայց ուզում ենք լինել ձեր փակ տելեգրամյան ալիքում։ Դուք պետք է ուղղակի ջնջեք ձեր account-ը եւ նորից գրանցվեք արդեն իսկ մեր հղումով։ Այդ փակ տելեգրամյան ալիքում դուք կստանաք հնարավորություն կատարել իմ հետ միաժամանակ պրակտիկ գործարքներ, այսինքն եթե ես գումար աշխատեմ, դուք իմ հետ հավասար կաշխատեք, եթե ես կորցնեմ, դուք նույնպես կկորցնեք, բայց ասեմ, որ տեղերը սահմանափակ են, ինչի հետ է դա կապված, քանի որ մենք հետագայում ունենալու ենք օգնական ծրագիր, որը որ մեզ կօգնի ավելի շատ կատարել պլյուսավոր գործարքներ, եւ այդ ծրագիրը ծանրաբեռնվածության դեպքում կարող է վատ աշխատել, տեղերը կլինեն սահմանափակ։ Եթե դուք ուզում եք հայտնվել փակ ալիքում, ապա հիմիկվանից շատ արագ գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այն մարդիկ, ովքեր կլինեն մեր փակ տելեգրամյան ալիքում, նրանք կստանան հնարավորություն անձամբ իմ հետ շփվել։ Այսինքն ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Եվ բացի նրանից, որ ես ձեզ սովորեցնում եմ անվճար թրեյդինգ, ես նաև ձեզ տրամադրում եմ մոդերատորների account, որը որ ամրացված է մեր բաց տելեգրամյան ալիքում, դուք կարող եք գրել մեր մոդերատորներին, եթե ձեր մոտ լինեն խնդիրներ կապված Pocket Option-ի գրանցման հետ, կամ եթե դուք արդեն գումար եք աշխատել եւ չեք կարող հանել այդ գումարը, կամ չեք կարող գումար գցել Pocket Option կայքում, ապա գրեք մեր մոդերատորների account-ին եւ ձեր բոլոր հարցերին կպատասխանեն։ Շատերը հարցնում են, ինչու ես չեմ կատարում գործարքներ OTC ակտիվներով։ Ես հիմա ձեզ կբացատրեմ։ Ովքեր չգիտեն OTC ակտիվը ինչ է, ասեմ, որ OTC-ն դա մեր արժույթների նախկինում կատարած շարժումներն է։ Այսինքն այսօր կիրակի է եւ մեր մոտ արժույթը չի շարժվում, բայց OTC-ն շարժվում է։
բայց ես ձեզ խորհուրդ չեմ տալիս կատարել OTC-ով գործարքներ։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ եվրո-դոլարը մեր մոտ փակ է, քանի որ կիրակի է, բայց եվրո-դոլար OTC-ին աշխատում է եւ OTC-ին չի համընկնում մեր TradingView-ի գրաֆիկի հետ։ Ինչու ես խորհուրդ չեմ տալիս ձեզ OTC-ին, քանի որ OTC-ին նախկինում տեղի ունեցած շարժումներն է, բայց այս կայքի տերերը դնում են այն հատվածները մեր շարժումների, որոնք որ ամենաանկանխատեսելին են։ Օրինակի համար մենք եթե գիտենք, որ այս պահին ըստ մեր կանոնի պետք է իջնի ներքև եւ մենք կատարում ենք վաճառք, նրանք դնում են հենց այն սիտուացիան, որի դեպքում որ մեր գրաֆիկը անկանխատեսելի բարձրանում է վերև։ Այսինքն ես ձեզ խորհուրդ չեմ տալիս, քանի որ նրանք ամենաանկանխատեսելի հատվածներն են դնում, որը որ տեղի է ունեցել նախկինում, եւ մի մտածեք, որ դուք կարող եք այսպես գրաֆիկը բացել եւ գտնել հենց այդ սիտուացիան։ Չեք կարողանա, քանի որ սա հնարավոր է, որ մի տարի առաջ է տեղի ունեցել կոնկրետ այս շարժումները կամ 5 տարի առաջ։ Այդ իսկ պատճառով ես ձեզ խորհուրդ չեմ տալիս կատարել OTC trade-ներ։ Չնայած որ OTC-ի դեպքում մեր կայքը տալիս է մեզ 92% շահույթ, բայց չխաբնվեք այդ շահույթին։ Ավելի լավ է դուք ստանաք 70% շահույթ, բայց կատարեք կանխատեսելի trade-ներ։ Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր որ պահպանում են մեր ալիքում ակտիվություն։ Ձեր ամեն մի լայքը, ամեն մի կոմենտը եւ ձեր ամեն մի գրանցումն ու բաժանորդագրությունը մեզ շատ է օգնում եւ ես շահագրգռվելով ուզում եմ անընդհատ նոր վիդեո դասեր տեղադրել։ Մենք կատարում ենք շատ մեծ գործ։ Մենք անվճար սովորեցնում ենք trading մեր հայերին։ Մենք ասելով ես ի նկատի չունեմ ինձ եւ իմ աշխատողներին։ Մենք ասելով ես ի նկատի ունեմ ինձ եւ իմ դիտորդներին, այսինքն ձեզ, քանի որ դուք էլ ունեք մեծ ներդրում այս գործում։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։